Տեր Աստված, շնորհակալ ենք քեզանից, Տեր։ Շնորհակալ ենք քեզանից, որ դու մեզի այնքան սիրեցիր, մեզ համար հոգ տարար։ Այնպեսի հոգ տարար, Տեր, որ քո միածին որդուն չափսոսացիր, այլ մեր փոխարեն մեր պատիժը իր վրա դրեցիր։ Հիսուս Քրիստոսը կրեց մեր պատիժը։ Մենք դեռ չհասկացած դու այս բոլորը ծրագրավորեցիր մեզ համար։ Շնորհակալ ենք այս գեղեցիկ մտահոգության սիրո համար, որ դու մեզ սիրում ես եւ ամբողջ աշխարհին կանչում ես, որ ամեն մարդ ապաշխարի եւ մկրտվի, որպեսզի հավիտենական կյանքը, որ դու պատրաստել ես, կարողանա ճաշակի, ընդունի եւ վայելի։ Օգնիր, որ մենք դա ճիշտ ներկայացնենք, օգնիր, որ մենք կարողանանք լավ օրինակ լինենք, քո Սուրբ Հոգով առաջնորդիր, քո Սուրբ Հոգին է, որ կատարյալ է, Տեր։ Ներիր մեր մեղքերը եւ քո Սուրբ Հոգով առաջնորդիր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Այսօր խորհրդավոր հագել ենք սպիտակ մեր խալաթները, հետո վերջում մենք կհանենք եւ Սևանում նորից կհապնենք։ Պարզապես խորհրդավոր այսօրը, որովհետև մենք միշտ անցկացնում ենք ժողովրդին։ Մատսենք 85 էջ, հարաբանում ենք քեզ։ Sim.
Աստված, խնդրում ենք Տեր Աստված, այս խոսքերը, որ մենք պիտի կարդանք, որ խոսքերը պիտի ասվի, խնդրում ենք Տեր Աստված, դու սաբանես ամեն մեկին, որ այստեղ են, քո Սուրբ Հոգին տաս, նրանց, որոնք քեզի հավատում են, լցնես ամեն մեկին Տեր Աստված, որ դատարկված են, օրհնես ամեն մեկին, որ եկել են այստեղ Տեր Աստված, Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում։ Ամեն։ Մի անգամ ևս ասեմ, որ այս մեր սպիտակ խալաթները որ եկել ենք, նկրտության ենք գնում, ինչ է ներկայացնում է սպիտակ խալաթը, ինքը աստվածաշնչյան մի հատուկ բան չունի։ Պարզապես էսի խորհուրդ է, որ քրիստոնյաները ընտրեցին, ավետարանական եկեղեցիները ընտրեցին, որպես ներկայացնում է մեղքերից մաքրված մարդ։ Մարդը, որ հավատում է Հիսուս Քրիստոսին, Հիսուս Քրիստոսի սուրբ այրունը մաքրում է մեղքերից։ Մենք վստահ ենք, երբ որ մաքրվում ենք, 100%-ով ենք մաքրվում։ Երբեք 99%-ով մաքրվել գոյություն չունի։ Շատ կարևոր է, որ մենք ըմբռնենք, որ Հիսուս Քրիստոսը կիսատ գործ չթողեց։ Խաչի վրա ինքը ասեց ամեն ինչ վերջացավ։ Այսինքն ինչի համար որ եկավ, ծնվեց Լույս Մայրամից, 30 տարեկան սկսեց քարոզել ավետարանը, իրան նպատակը, որպեսզի աշակերտները հասկանային եւ չվախենային, ասեց ես պետք է խաչվեմ, մեռնեմ, բայց երրորդ օրը հարություն պիտի առնեմ։ Հարություն առնելուց հետո 40 օր հայտնվեց միայն հավատացյալներին։ Նրանք, ովքեր իրապես հավատացին Հիսուս Քրիստոսին, միայն նրանց հայտնվեց այդ 40 օրը։ Դրանից հետո ինքը համբարձվեց։ Համբարձվելուց մի շատ հետաքրքիր նախադասություններ ասեց, շատ կարճ նախադասություններ, որ մենք հաճախ ասել ենք, ձեզ շատերի նորություն չի, բայց մենք կրկնելուց չենք զլանում, որովհետև սրանք շատ կարևոր խոսքեր են, որ դարեդար կրկնվում է։ Ինչ ասեց Հիսուս Քրիստոսը համբարձվելուց առաջ։ Ասեց, ուրեմն գնացեք ու սովորեցրեք բոլոր ազգերին, նրանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Հետաքրքիր է, հրամանը տվեց Աստված շատ կարճ նախադասությունների մեջ, ովքեր հասկացան, ընդունեցին այս նախադասությունները, որ ես կարդում էի, օգնող չկար կողքս, որ ինձ բացատրել այս համարը։ Այս համարի վրա ես այս հենց աչքերս հառած սկսեցի նայել, ինչ ասում Աստված, ինչ ասում ինձ, որ գնացեք, ուր գնամ ես։ Ով պետք է գնա Տեր Աստված հարցրեցի։ Ասաց դու։ Ու ես սկսեցի մտածել, ոնց պիտի գնամ ես, ինչ պիտի ասեմ ես, ինչ պիտի սովորեցնեմ ես։ Ուրեմն ինչ է ասում Հիսուս Քրիստոս, սովորեցրեք, նոր մկրտեք նրանց։ Իդեպ ասեմ, քանի այդ բանն է, դրա համար որ հաճախ հարցը առաջանում ենք ինչի ենք մկրտվում, որոշներս ունեցել ենք մանկամկրտություն, այսինքն կնունք, բայց մենք որոշում ենք մեր ազատ կամքով մկրտվել։ Հավատքի արդյունքն ասա, որ ես երեխա ժամանակ իմ հավատքով չեմ մկրտվել։ Ինձ իմ ծնողները առանց իրանց հավատի են անգամ կնքել։ Իմ ծնողները հավատացյալ չեն եղել։ Ուրեմն դրա համար մենք ամեն ազնվորություն, որ գալիս է հավատքի, իր հավատքից բխած ինքը ցանկանում է մկրտվել ջրային մկրտությունով։ Դրա համար մենք մկրտում ենք։ Ուրեմն սովորացնելու բանը շատ հետաքրքիր է, երեխային դու ոնց կարող ես սովորացնել։ Ես հասկացա, որ հետաքրքիր է այն բանը, որ խավորը նշանակվում։ Խավոր ինչի է նշանակվում։ Ես երկար ժամանակ մտածեցի, խավոր ինչի է նշանակվել տարեր առաջ։ Խավորը նշանակվել է, որ ինքը պետք է այդ երեխային սովորեցնի։ Բայց այսօր Հայաստանի մեջ եւ աշխարհի շատ տեղերում անգամ դա է աղավաղված։ Խավորի նպատակը ամբողջովին ուրիշ է դարձել Հայաստանի մեջ։ Ուրեմն մենք ավելի ընդունում ենք սա, որ հասուն եղիր, լսի ինչ ասվում քեզ, որովհետև փրկությունը հավատքով է եւ ոչ թե մկրտությունով կամ կնունքով։ Մարդը պիտի հավատա, որպեսզի փրկվի։ Իսկ հավատքը պետք է ամեն մարդ իրան ստուգի, արդյոք ինքը այն հավատքը ունի, որ իրան փրկելու է։ Հավատքը արդեն քեզ թելադրում է քո ներսից։
որովհետև այն մարդը հենց հավատում է, Աստված չի ուշանում, նրան Սուրբ Հոգով մկրտում է։ Աստված ուշացնել չունի։ Ես իմ պատմությունը պատմել եմ, որ ես առանց հավատի ծունկի եկա, դիմեցի Հիսուս Քրիստոսին, բայց ոչինչ չէր ինձ։ Բայց վստահ եմ Աստված տեսավ, որ ես ծունկի եմ եկել, Իրանից օգնություն եմ խնդրում, բայց իմ օգնությունը փրկություն լինելը չէր։ Ես ավետարանը չգիտեի։ Ես ուզում էի նարկոտիկից ազատվեի։ Ես չէի ուզում այլևս գործածեի, որովհետև ես ծառա էի դարձել դրան ու ես ընդհանրապես իմ ամեն ինչից են, որ պետք տղան ունենամ, կորցրել էի։ Ես տեսնում էի դա եւ ուզում էի փրկվեի, ուզում էի ազատվեի դրանից։ Վստահաբար Տերը տեսավ, բայց Տերը ճիշտ ճանապարհով ինձի ուզեց բերի։ Ճիշտ ճանապարհը նա է, որ ինքը քարոզիչ ուղարկեց, քարոզիչը եկավ, բանտի մեջ, իհարկե ինքն էլ էր բանտարկյալ, եկավ եւ ինձ ավետարանը քարոզեց։ Ավետարանը, որ ասեց, որ Հիսուս սիրեց մարդկությանը։ Հիսուս եկավ Հույս Մարիամից մարդացավ, սկսեց քարոզելը, խաչվեց, թաղվեց, հարություն առավ եւ հիմա նստած է Հայր Աստծո աշկերտում բարեխոսում։ Այսքան բաներ ինքը ինձ է ասել։ Ես ընդունեցի դա։ Վստահաբար դուք ընդունում եք եւ շատ տարիներ լսել եք սրա մասին, բայց այդ ընդունելը պետք է ստուգեք, արդյոք դուք հավատքի մեջ եք։ Այդ ընդունելը մտկային է դեռ սիրտը չի իջել, երևի մի թիզ ներքև պետք է իջնի։ Պետք է քո սրտում դա լինի, որովհետև արդյոք կմեռնես քո հավատի համար։ Դա ինքը համարձակություն չի, դա այդ համարձակությունը գալիս է քո հավատքից։ Մենք ավելի համարձակ չենք, բայց այդ հավատքով գալիս է քո մեջ։ Տերն է տալիս դա։ Ինքը զորացնում է քեզ։ Ուրեմն սովորացնելը ինչ պետք է սովորացնել։ Գիտեք, ինչի տվեց Աստված 10 պատվիրանները։ Աստված տվեց 10 պատվիրանները, որպեսզի մարդը տեսնի ինքը իրեն։ Ազնիվ մարդը, երբ որ տեսնում է 10 պատվիրանները, ինքը պետք է տեսնի հայելի պես, որ ինքը այդ մարդն է, որ Աստված ասում է մի արա, ինքը անում է։ Երբ որ ասում է սիրի քո Տեր Աստծուն ամբողջ սրտով, հոգով, մտքով եւ ուրիշ աստվածների հանգարց ուշ Աստված գոյություն չունի անգամ, բայց սուտ աստվածներ շատ կան, կուրքեր, տարբեր տեսակի մոտեցումներ, ասես դրանց չնայես։ Ծնողիդ պատվիր, եթե ամեն մարդ իրան ստուգի, տեսնի ինք իր ծնողին պատվող մեկն է, կտեսնի, որ ոչ, եթե չի տեսնում ոչ, անկեղծ չի։ Մի ստիր, մի գողացիր, մի շնացիր, մի նախանձիր, ուրիշինը մի ցանկանա, այս բոլորը մեր մեջ են։ Օրենքը չի կարող մարդու փրկել, գիտեք, որ օրենքը հոգևոր է եւ սուրբ է։ Մենք ունենք այնտեղ գրված այդ օրենքը, որ մենք բոլորս հիշենք, ինչ է տված օրենքի մեջ մեզ։ Եթե մենք մարմնավոր մարդիկ ենք, օրենքը սուրբ եւ հոգևոր է, պատվիրանները սուրբ եւ հոգևոր են։ Ամեն մարդ, որ այդ պատվիրանի ամեն մի բանը չի կատարում, ամեն մի խոսքը, նա անիծված է։ Ուզում ես իմացի պատվիրանները, ուզում ես մի իմացի։ Աշխարհի ով ուզում ես դերի որ անկյունում, որ ջունգլիում, որ ապրես, եթե չպահեցիր պատվիրանները, անեծքի տակ ես։ Փրկություն չունես։ Եթե դու Աստվածաշունչ չես կարդում, դա քեզ չի ազատում այդ պարտականությունից։ Ինչ ենք մենք վազում տները, որովհետև մեզի տվեց ուրիշ պարտականություն, ասեց գնա եւ քարոզի մնացածը։ Մենք դա անում ենք եւ սիրով, եւ վախով։ Սիրով ենք անում, որովհետև ուրախանում ենք, որ մեկը գալիս է փրկությամբ։ Որով մենք հասկացանք, ինչ արեց Աստված մեր հետ։ Վախով ենք անում, եթե չգնանք։ Պողոս առաքյալն ասեց, վայ ինձ, որ ես չքարոզեմ ավետարանը։ Վայ ինձ ասեց, այսինքն բրծում չունես, դու Աստված քեզի ինչ պիտի դնի քո դեմ, եթե դու ավետարանը չքարոզես։ Մարդիկ քարոզում են ավետարանը անգամ իմանալով, որ կարող են իրան սպանել այդ քաղաքի մեջ։ Երկու բան կա, եւ սեր, եւ վախ։ Սիրով ես անում, որպեսզի փրկվեն, վախը կա, որ կարող պետությունը գնաս, օրինակ, Պարսկաստանում քարոզես, քեզ կսպանեն։ Բայց մարդիկ կան էլի անում։
կոմունիստներն էլ բռնեցին տարան քարոզիչներին, սիբիրներ եւ ինչեր արեցին։ Հենց որ ամեն երկրում էլ եղել են սա։ Հիմա հալածանքները տարբեր ձևով են գալիս։ Շատ տարբեր ձևերով են գալիս։ Այսօր դրա մասին չենք խոսում։ Հիսուս Քրիստոսը այդ անեծքը, որ դրված է մարդու վրա, որովհետև օրենքը չի պահում։ Հիսուս Քրիստոսը մեր համար անեծք դառավ։ Խաչի վրա ինքը այդ ամբողջ անեծքը դրվեց այդ սուրբի վրա, անմեղի վրա։ Այդ է սերը, որ ասեց ես ձեր փոխարեն կպատժվեմ։ Մենք չենք կարող որևէ բան անել։ Մենք չենք կարող մեզի փրկել։ Աստված գիտի դա։ Աստված մեր վիճակն էլ գիտի։ Ինքը անում է լավագույնը։ Խաչի վրա ամբողջ աշխարհի մեղքը դրվեց իր վրա։ Եվ մեր մեղքերը սպանեցին իրան, այդ անեծքը սպանեցին։ Գիտեք, հաճախ մարդիկ չեն ասում, կարծում են այդ մեղքերը սպանեցին։ Մեր մեղքերը սպանեցին Հիսուսին։ Որպես ապացույց ինքը առաջինը մեռավ։ Հանցագործները, որ մեղավոր մարդիկ էին, դեռ ապրում էին եւ նրանց ոտերը կոտրեցին։ Հիսուսին մեր մեղքերը սպանեցին։ Մեզի անեծքից դուրս հանեցին։ Ուրեմն ով որ ընդունում է Հիսուս Քրիստոսին, գիտեք ինչ է կատարում իր հետ։ Հոգեպես կատարվում է սա։ Ես կկարդամ մի հատ Հռոմեացիների գրքի 6-րդ հատվածից, 6-րդ գլխի 3-րդ։ Տեսեք ինչ է նկարագրում հոգևոր մկրտությունը ինչ է անում մարդու մեջ։ Դա ինքներս չենք կարող դա անել։ Սա հավատքի միջոցով Աստված գործում է մարդու մեջ։ Ես անգամ չէի կարա երևակայեի, որ Աստված մեր նման մարդկանց հետ կշփվեր։ Եվ ասեմ դեզի, շատ մարդիկ այդ զարմանքով հարցրել են, ասել են հիմա ինչ, Աստված քո հետ խոսում է, ինչ Աստված քո հետ շփվում է, Աստված քո մեջ է ապրում, զարմանքով, ծաղրանքով հարցրել են, մտերիմ մարդիկ իհարկե։ Այն մարդիկ, որոնք գիտեն իմ նախկի անցյալը, գիտեն ոնց կարելի է դա հնարավոր մի ասեցին, բայց Աստծո սերը, ողորմությունը, գիտեք մի հատ նախադասություն ասում, հիմա ես եկա մեղավորների համար եւ ոչ արդարների։ Այդ խոսքը դուք ինչ եք հասկանում։ Արդյոք արդար մարդ կար, այն արդարների համար չեկավ, միայն մեղավորների համար եկավ Հիսուս Քրիստոսը։ Ոչ, այն մարդիկ, որոնք իրանց արդար են համարում, դատաստանի օրը պիտի իմանան, որ իրանք ավելի մեղավոր են, քան այն մեղավորները, որ ընդունեցին իրանց մեղքը։ Մենք ասեցինք հիվանդ ենք Հիսուսին։ Մենք ասեցինք մենք մեղավոր ենք, Տեր Հիսուս, ների մեր մեղքերը։ Ես հավատում եմ, որ դու իմ համար մահացար խաչի վրա։ Երբ որ այդ հավատք ունես, Տերը այցելում է քեզ։ Տերը միջամտում է, քո հետ խոսում է, Տերը քեզ խաղաղություն է տալիս, խաղում է քո մեղքերը։ Երբեք կիսադոշ չի անում Հիսուս Քրիստոսը։ Ում որ ներեց 100%-ով ներվեց։ Մեր մնում է մենք հավատանք եւ հնազանդվենք, թե պատվիրանները կլինի, թե մնացած։ Տեսեք շարունակության մեջ ինքը ասեց դրանից հետո ասում սովորեցրեք ինչ որ ես ձեզի ասեցի։ Այսինքն մկրտվող անձնավորություն հավատքով եկավ, մկրտվեց եւ դրանից հետո ինչ անի եկեղեցի հաճախի որպեսի միշտ սովորի թե Հիսուսը ինչ է ուզում պահանջում իրանից։ Ուրեմն 6-րդ գլխի 3-րդ համարից պիտի կարդամ, դուք չգիտեք թե մեզանից ովքեր Հիսուս Քրիստոսի մեջ մկրտվեցին, նրա մահվանը մկրտվեցին։ Դա բարդ նախադասություն է։ Ինչ է ասում այստեղ։ Նրա մահվանը մկրտվեցին, այսինքն իր մահի խորհուրդն է տալի։ Մեր բոլոր մեղքերը, որ ինքը մահացավ, գերեզման տարավ։ 3 օր հետո իր նոր մարմինով, այսինքն ոչ թե ուրիշ մարմին, այլ նույն մարմինը, որը պարունակում էր այրուն եւ միս, փոխվեց, դարձավ փառավորյալ մարմին։ Նույն մարմինը փոխվեց եւ դարձավ փառավորյալ մարմին։ Հարություն արավ երբ ասում է տարավ գերեզման։ Հիմա երբ որ Հիսուս Քրիստոսը մեզ այցելում է իր հոգիով, մեր մեջ մեզ թրպատում է, մկրտում է մեզի։ Այդ մկրտությունը ցույց է տալի, որ մեր հին մարդը իր այդ գերեզման տարավ։ Արդեն տարել էր 2000 տարի առաջ, բայց
ու երբ որ չհավատաս, այսինքն գործնեությանն է համեմատում։ Այսօր մեզ ասում է, ոնց որ Հիսուս Քրիստոս մահացավ մեր մեղքերը գերեզման տարավ, քո անձդ էլ մահացավ այցելությունից ինքը թլպատում է քո սիրտը, մկրտում է քեզ իր հոգիով։ Դա է նկարագրում։ Հետևաբար մենք մկրտությամբ նրա հետ մահվան մեջ թաղվեցինք, որ ինչպես Քրիստոսը հոր փառքով հարություն առավ մեռելներից, այնպես էլ մենք կյանքի նորոգության մեջ քայլենք։ Հիմա ջրային մկրտությունն էլ նույն պատկերն է։ Երբ որ մենք մտնում ենք ջրի տակ, հայտարարում ենք, որ մեր հին մարդը մահացավ, ջրից դուրս գալուց, իբր գերեզմանոցից դուրս եկանք եւ նոր մարդ պիտի ապրենք այլևս Հիսուսի համար։ Դու պետք է պատրաստ լինես, որ Հիսուսի համար ապրես։ Հիսուսի համար ապրելը երբեք չի կարելի լինի, Հիսուսը քո այն վերջի պոչի տեղը։ Հիսուսը քեզանից էլ առաջ պետք է լինի։ Ամեն ինչի Տերը ինքն է, քո Տերն էլ է ինքը, կյանքի Տերն էլ է ինքը։ Դա նշանակում է քո ասմանաշունչ կարդալու համար չպետք է ասես ես ժամանակ չունեմ։ Դա նշանակում է եկեղեցի այցելելու համար դու չպետք է ասես ես ժամանակ չունեմ։ Մեղք գործելու ժամանակ չպետք է ասես դե ես ուրիշ ինչ պիտի անեմ։ Դեպետ մենք էլ մեղքեր գործում ենք, բայց վախով մենք շուտ զղջում ենք կամ խափնվում ենք գործում ենք կամ ինչ որ մի ձևով միշտ խափնվելով է, որովհետև հասկացող քրիստոնյան հասկանում է, որ մեղքը իրան վնաս է։ Քանի որ եթե մենք միաձուլվեցինք իր մահվան, Հիսուս Քրիստոսի մահվան, որ մտավ գերեզման, միաձուլվեցինք իր մահվան նմանությամբ, ապա նույնպես պիտի իր հարության նմանությամբ լինենք։ Այս իմանալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց։ Հին մարդը, մեր ամբողջ կյանքը, որ մարդիկ ճանաչել են որպես արշակ, որպես արտուշ, որպես կորյուր, այդ մարդը մահացած պիտի լինի։ Ինչ որ դու ներկայացրել ես որպես քո անունի տակ, մարդիկ ասենք ճանաչում են, ասենք արտուշը սենց մարդ է, կորյունը սենց մարդ է։ Այլևս ոչ արտուշն է տենց մարդ, ոչ էլ կորյունն է տենց մարդ։ Այլևս դու պետք է լինես Քրիստոսանման, Քրիստոսին հետևող։ Կյանքդ նվիրում ես իր ձեռքերի մեջ։ Ելիքա որ խոնարհվես Սուրբ Հոգին ամեն բան քո մեջից կգա, կառաջնորդի քեզ Աստված։ Ես նույն բանը ուզում եմ կարդամ Կողոսացիների գրքի մեջ, երկրորդ գլուխ 11 եւ 12 համարները։ Նրա մեջ դուք էլ թլպատվեցիք, անձեռագործ, այսինքն մարդկային չի այս թլպատությունը, անձեռագործ թլպատությամբ, Քրիստոսի թլպատությամբ, մի կողմ դնելով մեղքի մարմնավոր մարմինը, թաղվելով նրա հետ մկրտության մեջ, որի մեջ նաև հարություն առակ, նրա հետ Աստծո զորությանը հավատալով, որ նրան հարություն տվեց մեռելներից։ Կարևոր նյութերից մեկն է, որ ոչ թե միայն Հիսուսը խաչվեց, մահացավ, թաղվեց, այլ գերով թորը հարությունն է։ Մենք հավատում ենք եւ չի կարող որևէ հավատացյալ իրան հավատացյալ կոչի, եթե ինքը չի հավատում, որ Հիսուս Քրիստոսը մարմինով հարություն առավ։ Սա մեր անկյունակարն է։ Մենք անպայման պետք է հավատանք սրան։ Ամեն մարդ պետք է իր մեջ քննի։ Ուրեմն տեսեք, ես Եփեսացիների գրքի մեջից էլ երկու բան կասեմ ու մենք կճանապարհորդենք դեպի սերան։ Եփեսացիների գրքի երկրորդ գլխի մեջ նկարագրում է մարդու առաջվա վիճակը եւ հետոյվա վիճակը։ Սա երևակայություն չի, ովքեր որ չգիտեն, իմացեք, հիշեք, որ Աստված ներագործում մարդու հետ։ Եվ մի մոռացեք, եթե Աստված չի ներգործում ձեր մեջ, ուրեմն չար ոգին է ձեր մեջ ներգործում։
Աստվածաշունչ, տեսեք, ես կյանքում չգիտեի, որ չար ոգին կարա իմ մեջ գործի։ Նախկինում, ոչ թե հիմա։ Բոլոր աշխարհի մարդկանց մեջ չար ոգին գործում է։ Հիմա ես կարդամ, տեսեք, որ տեղեկացրեց Պողոս առաքյալը ու ես սկսեցի մտածել։ Եթե դուք չեք մտածել սրա մասին, այսօր առիթ է, որ դուք մտածեք սրա մասին։ Տեսեք ոնց է գրում։ Եվ նա ձեզ կենդանացրեց։ Ինչ համարձակությամբ կարա մեկը գրի, Պողոս առաքյալը գրի, եթե ինքը չի կենդանացել իր հոգու մեջ։ Եվ չգիտի, որ Աստված կենդանացնում է մարդու հոգու մեջ։ Ես ինչպես կարամ սա լսեմ նորմալ ուղեղով մարդ, եթե ես չեմ կենդանացել ու հասկանամ, ասեմ, ես ինչ ասում։ Ոնց կարող ենք մեռած լինենք։ Ամբողջ աշխարհը իր հոգով մեռած է։ Բացառությունը քրիստոնյաների, որ Աստված կենդանացրեց։ Մարդը չգիտի, որ ինքը մեռած է, գիտեք ինչի, որովհետև կյանքին ծանոթ չի։ Հիսուս Քրիստոսին ծանոթ չի, Հիսուս Քրիստոսը կյանքն է։ Այդ կյանքը քո մեջ պիտի գա, որ դու ապրես։ Պողոս առաքյալը տեսեք համարձակությամբ գրում է եւ նա ձեզ կենդանացրեց, որ մեռած էիք։ Ինչպես էին մեռած, իրանք գերեզման չէին մտել։ Իրանք բոլոր նշանակում է Եփեսոսի եկեղեցու մեջ, որ գրում ասում դուք բոլորը ձեր հոգին մեռած էր մեղքերի մեջ, բայց երբ որ դուք հավատացիք Հիսուս Քրիստոսի ավետարանին, Հիսուս Քրիստոսը ձեզ մաքրեց եւ կյանք տվեց ձեր հոգին, եւ դուք գիտեք այդ կյանքը, արդեն ճանաչում եք այդ կյանքը։ Մենք էլ շատերս այստեղ գիտենք այդ կյանքը։ Այդ կյանքն է, որ Հիսուսն է միայն այդ կյանքը տալիս։ Կենդանացեց, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի մեջ, որոնց մեջ մի ժամանակ քայլում էիք այս աշխարհի ընթացքով, ըստ օդի իշխանության իշխանի։ Ինչ ասեց, ըստ օդի իշխանության, ուզում ասի դիվային աշխարհը ձեզ առաջնորդում էր, ձեզ ցույց էր տալի ձեր կամքի ցանկությունները, որը որ մեղքն է, որովհետև բոլոր մարդիկ սիրում են մեղք գործել։ Բայց տարբեր մեղքեր ավելի շատ են սիրում, որոշ մեղքեր շատ չեն սիրում, բայց մեկ-մեկ էլի կատարում են։ Օդի իշխանը գիտի դա, սատանան գիտի, դևերը գիտեն, եւ մարդուն առաջնորդում են քայքայելու Աստծո ստեղծագործությունը։ Աստծո ստեղծագործությունը ոնց կարա մարդ քայքայի, մի հատ օրինակ բերեմ, մնացածը դուք դրա նման կմտածեք։ Նոր օրենք հանեցին Ամերիկայում, որ տղան տղայի հետ կարա ամուսնանա։ Արդյոք սա նորմալ բան է։ Անկա բնությունը ցույց է տալի, որ սա հիմարություն է։ Ինչքան պիտի մարդ կուրանա իր մեղքերի մեջ, ինչ մթագնած ուղեղ պետք է ունենա, որ ընդունի սա։ Աստծո ստեղծագործությունը եղել է մարդ եւ կին։ Երբեք չի կարա լինի մարդ եւ մարդ, կին եւ կին, աշխարհը կմեռնի։ Ոնց պիտի աշխարհը լեցվի։ Շարունակություն չի տա, չէ՞։ Այս հիմարությունը չեն տեսնում։ Նման բաներով Աստծո ստեղծագործությունը քանդում են մարդիկ։ Բայց Աստված իրանց ինչ պիտի անի դատաստանի օրը։ Ասելու խոսքը մենք չենք կարող այդ խոսքերով բացատրել։ Բայց ահա որ լինելու դժոխք։ Այդ մարդկանց համար, եթե չապաշխարեցի, նման ձևերով սատանան մարդուն առաջնորդում է, ես ինչ պետք ունեի, որ նարկոտիկ օգտագործեի։ Ես իրավունք չունեի դες բաներ օգտագործեի, բայց արեցի Աստծու տված մարմինը քայքայում էի ես։ Այնքան այդպես բաներ կա մեր կյանքի մեջ, որ սատանան առաջնորդում է, որպեսի վիրավորի Աստծուն, անարգի Աստծուն։ Եվ մենք շատ հեշտությամբ դա ընդունում ենք։ Հիմա ստեղ այս դրա մասին է ասում։ Ասում է, որ որոնց մեջ մի ժամանակ քայլում էիք այս աշխարհի ընթացքով, աշխարհը բոլոր դա է, բացառություն չկա։ Ամենաբարի կոմունիստներ կային, չէ՞ որ իրաց բարի տեղ էին դնում։ Ամենաբարի կոմունիստը էգոիստ, փառասելություն, ինչ իրավունք ունի կոմունիստը, ամենալավ կոմունիստը ես կաշառք չեմ վերցնում, ասում է։ Բայց որ խնդրում էիր իրան, մի ձևով ինքը օգնում էր քեզ։
Այդպես մարդ չկա, որ չշեղվի աշխարհի մեջ։ Ամենախելոք մարդիկ, որ դուք ճանաչում եք, Աստծուն հակառակ են աղում։ Քրիստոնյաները չեն կարողանում Աստծո սուրբ օրենքի համաձայն ապրեն այնքան լավ, որ Աստված հաճույք ստանա մեզանից։ Մենք չենք կարող այդպես ապրենք։ Ինչ եմ ասում, մենք, որովհետև մեղքի իշխանությունից ազատված մարդիկ ենք։ Սուրբ այրունը մաքրեց այդ իշխանությունից մեզի հանեց։ Բայց մենք նորից մեր ոտքերը, մեր միտքը դեռ լավը չի։ Հին սովորությունների համաձայն անում ենք ինչ որ չպիտի անենք։ Ու մնաց աշխարհայինը։ Թող իրանք խաբեն իրենց։ Ուստի օդի իշխանության իշխանը այն ոգու, որ հիմա ներգործում է անհնազանդության որդիների մեջ։ Անհնազանդություն նրանք են, ովքեր Քրիստոսին չեն ընդունում, որպեսզի հնազանդվեն Աստծուն, որոնց հետ մենք բոլորս էլ մի ժամանակ խայլում էինք մեր մարմնավոր ցանկություններով, մարմնի եւ մտքի կամքի կատարելով եւ բնությամբ ուրիշների նման բարկության որդիներ էինք։ Քրիստոնյան գիտակցումը, հասկանումը, որ մի ժամանակ մենք էլ ենք Աստծո բարկությունը մեր վրա, եթե մենք չընդունեինք Հիսուս Քրիստոսին, մենք էլ այդ պատժի արժանի պետք է լինեինք, բայց երբ որ ընդունեցինք, ամենահասարակ բանն է, ընդունում ես Հիսուս Քրիստոսին եւ փրկվում ես։ Բայց աշխարհից պիտի ձեռք քաշես, դրա համար է կոչվում ապաշխարություն, աշխարհից դուրս գալ, աշխարհին մեջքով կանգնել, չսիրել այդ պիղծ բաները, դա է նշանակում։ Աշխարհը սիրում է ինչ որ Աստված ատում է։ Դրա մասին է խոսքը, ոչ թե ծառների եւ ծովերի մասին է խոսքը աշխարհը ատի։ Մարդկային համակարգը, որ մեղքի մեջ է, դրա մասին է խոսքը։ Խաբեություն, գողություն, շնություն, ինչ ասես, դրանք դա աշխարհն է ներկայացնում։ Բայց Աստված, որ առատ է ողորմությամբ, իր մեծ սիրո պատճառով, որով մեզ սիրեց, նույնիսկ երբ հանցանքների մեջ մեռած էինք, մեզ սիրեց այն վատ վիճակի մեջ։ Կարող ասել, դե ոնց որ գնացիր քեզի գցեցիր այդ վիճակի մեջ, դու էլ քեզի հանի, չէ, բայց այդպես չասեց Աստված։ Պատրաստեց մեզ համար, ամեն բան պատրաստ։ Գառը մորթված է։ Ամեն բան պատրաստ է, պիտի հավատանս ու ներվես, ինչ մեղքեր են, որ գործել ես, միայն Սուրբ Հոգու դեմ հայոյություն առաջ չդնես, ինչ մեղքեր է, որ գործել ես, այդ Սուրբ այրունը կմաքրի քեզի։ 8-րդ համարը կկարդամ ու կվերջացնենք, որովհետև շնորհով դուք փրկված հավատի միջոցով։ Շնորհով եք դուք փրկված հավատի միջոցով, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Փրկությունը Աստծո պարգևն է։ Մենք հպարտանալու, մեծամտելու ոչինչ չունենք։ Այլ մենք հպարտանում ենք Տեր Հիսուս Քրիստոսով, որ ունենք Տեր Հիսուս Քրիստոս, որ մեզ սիրեց եւ իր կյանքը տվեց մեզ համար։ Ինքը մեզ համար անես դառավ, ինքը պատժվեց, որպեսզի մենք վերջում դատաստանի օրը չպատժվենք։ Եթե մեկը հավատում է, չի կարող մեկ վարկյան անգամ սպասի ապաշխարելու համար։ Եկեք աղոթք անենք։ Ոտքի վրա կանենք, հա։ Տեր Աստված, շնորհակալ ենք քեզանից այս գեղեցիկ ավետարանը, ձրի ավետարանը, որտեղ ընդամենը պետք է հավատանք եւ դավանենք մեր շուրթերով։ Եվ քո փրկությունը կարող ենք ճաշակել։ Օգնիր մեզ, որ մենք ճշմարիտ հավատքի մեջ քայլենք, քո ճիշտ ուզածով քայլենք, Տեր Աստված, աղ եւ լույս լինենք այս աշխարհի մեջ։ Նաեւ առաջնորդիր, Տեր, որ հիմա մենք պետք է գնանք, խաղաղությամբ, ամփորձանք գնանք, Տեր, եւ Տեր Աստված, սևանում է Տեր, ամեն բան թող քո կամքի մեջ լինի, չարից փորձանքից հեռու պահես, Տեր, մեզ քո Սուրբ Հոգու պաշտպանությունը տաս։ Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում, ամեն։ Տերը օրհնի բոլորիդ։
սիրով ինձ այցելել ես, բրգությունն ես բարգևել, քո կրգում կդել եմ ես խաղաղություն, և ամեն բանի համար շնորհակալ եմ անսահման, նվիրում եմ ես իմ սիրտը միայն քեզ, երգում եմ շնորհակալություն, 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 Հիսուս, երգում եմ շնորհակալություն, 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 Հիսուս։ Իմ փոխարեն ես դու զոհվել, խաչի մահով ես մահացել, քո զոհով ինձ բարգևել ես, կյանքավիճան, հիմա կարող եմ քո արյան, քո առջև գալ համարձակ, և կարող եմ նայել ուղիղ քո աչքերին, երգում եմ պարգես, պարգես Հիսուս, պարգես մեր առկա, Հիսուս, երգում եմ պարգես, պարգես Հիսուս, պարգես մեր առկա, Հիսուս, երգում եմ շնորհակալություն, պարգես, շնորհակալություն, պարգես, շնորհակալություն, Հիսուս, երգում եմ պարգես, պարգես Հիսուս, պարգես մեր առկա, Հիսուս, երգում եմ շնորհակալություն, Բարև ձեզ, ես Արտուր Շովանցյանն եմ, ես ես ամեն ինչ ուզում ասեմ, որ մարդիկ ավելի խորիմաստ ընդունեն Աստծո խոսքը, ինչը որ քարոզում ավետարանում, ընդունեն իրաց համար և Հիսուսին Տեր և Փրկիչ։ Հիմա ես սկսեմ պատմել իմ ամեն ինչը սկզբից մինչև վերջ, բայց կաշխատեմ կարճ առնի, որ մարդիկ ով տեսնում է ինձ շատ իր ժամանակից չխնամ։ Ես 98 թվականին, 1998 թվականին մեքենայով էի և ստացա ինֆարկտ ապշիրնի։ Ինձ փրկեցին, ես կարճ եմ պատմում ինչ եղավ ոնց եղավ, ինձ փրկեցին վիրահատությամբ, որը կատարվեց Նորքի սրտաբանական ինստիտուտում, հիվանդանոցում։ Դրանից հետո ես երկու անգամ էլ նորից վատացել եմ, մահացել եմ հետ եմ եկել, ես կարճ եմ ասում։ Եկավ 2015 թվականը, իմ ընկերը Հայկը, ես չգիտեի, որ ինքը 10 տարի արդեն հավատացյալ է, ավետարան ընդունել, ես տեղյակ չի։ Ինքը եկավ մեր տուն, ասեց, որ ես երասերով տեսնում եմ, որ դու վատ ես, քեզ իմ օգնությունն է պետք։ Քարոզեց ինձ Հայկը ավետարան։ Լսեցի, բայց ես չընդունեցի տենց սրտանց։
Մի երկու ամիս հետո ես գնացի Մոսկվա իմ գործերով եւ այնտեղ հյուրանոցում ես ստացա շատ վատ ապշերնի ֆակտ, ընդհանուր մինչև մահը ինձ շոկով են հետ բերել։ Կարգավորեցին այնտեղ մի քիչ ինձ տեղերով հիվանդանոցում։ Ես եկա Հայաստան, Երևան։ Նորից գնացի Նորքի հիվանդանոց, իմ բուժող բժշկուհին ասեց, ես մեռած մարդու հետ եմ խոսում։ Եվ ինձանից ուզեցին $8,000 երկրորդ անգամ վիրահատության համար։ Ես չունեի այդ գումարը, մի օր հետո Հայկը գալիս է մեր տուն, նորից, բայց ինքը տեղյակ չի որ ես եկել, ինքը ասում է ես էլի երազով տեսա քեզ։ Ու ես այդ ժամանակ հասկացա, որ սա իմ վերջի շանսն է։ Եվ Հայկին ասեց, ինչ անեմ։ Ասեց, արի եկեղեցի, ապաշխարի, ընդունիր Հիսուս Քրիստոսին քեզ Տեր եւ Փրկիչ, քեզ մոտ ամեն ինչը շատ հոյակապ կլինի, որովհետեւ Աստված քեզ շատ ասի։ Քեզ որպես իրան զավակ ընդունում։ Որովհետև այսքան բանից հետո դու հնարավոր չէ, որ դու ապրեիր։ Ես եկա երկու հետո եկեղեցի, Հիսուսն է Տերը, եկեղեցին, ապաշխարեցի, ընդունեցի Հիսուս Քրիստոսին ինձ որպես Տեր և Փրկիչ։ Երկրորդ օրը, թե երրորդ օրը ես մի փոքր օրերի գավա սխալվեմ, ես նորից եկեղեցի եկա, նստած մի 5-6 հոգի եղբայրներով, այդ ժամանակ աչքերս փակվեց, բայց ոչ մեկ չնկատեց էդի։ Ես վայրկյաններ տվեց իմ այդ գեղեցիկ ապրումը, որը ես կացի Աստծո խաղաղությունը, Սուրբ Հոգու օրհնությունը, Հիսուս Քրիստոսի օրհնությունը, դա մի հատ անգնահատելի բան է, որ ոչ մի կարգի գանձ դրանով չես փոխի։ Ու ես սկսեցի լավանալը, որը հիմա ես դաժե ուզում եմ թոշակի անցնեմ, ինչ թոշակ չեն տալի, որովհետև իմ մոտ ամեն ինչ կարգավորված է, որը կարգավորվեց Հիսուս Քրիստոսով աղոթներով։ Եվ օգոստոսի 7-ին ես մկրտվեցի ջրով եւ Սուրբ Հոգով։ Մկրտեցին ինձ իմ հովիվը Արշակը եւ Հայկը իմ ընկերը։ Ժողովուրդ ջան, ով ինձ լսում է, եթե մեկը ինչ-որ կասկած կունենա իմ այս ասածների համար, իմ հասկանումը Հովհաննիսյանը, անունս Արտուշ, սրտաբանական հիվանդանոցում թող գնամ, իմ անուն հասկանումը թող ասեմ, իմ հիվանդության բոլոր էպիկրիզները թող անեն իրանք նայեն համոզվելու համար, բայց համոզվել պետք չի, որովհետև Աստծո անունով սուրճ ենք խոսում ենք, մենք ասում ենք այն ինչը որ կա, ներկայում։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ես կուզենամ մի երկու բառ ես մեր Արտուշ եղբոր հետ կապված պատմեմ, ուրեմն մենք հին եղբայրներ ընկերներ ենք եղել այն աշխարհիկ ժամանակ, որ եւ դեռ ապաշխարած չէինք։ Մեր ընկերությունը մի որոշ ժամանակ ընդհատվեց, մենք մի 10 տարուց ավել մենք դադարեցինք իրար հետ հանդիպել։ Ես ապաշխարեցի, դե բնական է Արտուշը այդ մասին չգիտեր, որ ես ապաշխարել էի եւ Աստված միշտ ինձ Արտուշ եղբորը իմ երազներում բերում էր, որ ես հասկանում էի, որ Աստված Արտուշին շատ էր սիրում։ Եվ երկու անգամ երազից եկավ Արտուշը, ես երկու անգամ այդ երազները անտեսեցի, չգնացի Արտուշին տեսնելու, բնականաբար ինձ հետ
ես միշտ ինձ հարց էի տալիս, արդյոք ես Հիսուսին վկայեմ, արդյոք ես ավետարանը ասեմ, արդյոք Արտուշը կլսի ինձ եւ արդյոք Արտուշը կընդունի Հիսուս Քրիստոսին։ Երբ որ երրորդ երազը տեսա եւ Աստված ոնց որ ինձ հրամայեց, արդեն ես հասկացա, որ սա Աստծո հրաման է, որը ես դեռ դանդաղեցնում եմ իր հրամանը կատարելը։ Եվ հասկացա, որ Աստված ասա ինձ կարգադրում հրամայում, որպեսզի ես գնամ Արտուշ եղբորը վկայեմ Հիսուս Քրիստոսին։ Փառք Տիրոջը եւ ես չապաղեցի, միանգամից ես վեր կացա եւ գնացի մյուս օրը Արտուշ եղբորը հանդիպելու, արդեն ես Արտուշին ներկայանում եմ լրիվ նորովին, որ Արտուշը ես խոսում եմ Արտուշի հետ, արդեն ուրիշ մտածելակերպով, բնականաբար արդեն հոգևոր տեսանկյուններն եմ ներկայացնում Արտուշ եղբորը եւ Արտուշը ինձ լսելով հասկանում է, որ ես առաջվա հայկը չեմ եւ հասկանում է, որ ինձ հետ ինչ-որ բան է կատարվել իմ կյանքի հետ։ Ես իրեն բացատրում եմ, պատմում եմ, ասում եմ, որ ես ապաշխարել եմ Արտուշը, այլևս ես առաջվա հայկը չեմ, այս աշխարհից Տերը ինձ զապել է, ես Հիսուսին ընդունել եմ, Հիսուս իմ կյանքը փոխել է։ Եվ ես երազներով եմ եկել Տիրոջ, որ եկել եմ քեզ էլ վկայեմ Հիսուս Քրիստոսին, որովհետև իմ երազների միջոցով ես Տիրոջ խորհուրդները բնավ Տերը ինձ ցույց տվեց, ես հասկացա, որ Տերը քեզ սիրում է։ Ես այս բոլոր Տիրոջ այս մեծագույն սերը եւ իր հրաշալի փառքը ուզում եմ ներկայացնել քեզ եղբայր ջան, որովհետեւ Աստված մեզ բոլորիս սիրում է եւ բոլորիս կանչում է եւ բոլորիս ուզում է, որպեսզի մենք ապաշխարենք, մենք ընդունենք Հիսուս Քրիստոսին, որպեսզի մեզ փրկի դժոխքից։ Փառք Տիրոջը, ինձ Աստված հնարավորություն տվեց, ես Արտուշ եղբորը վկայեցի Հիսուս Քրիստոսին եւ պատմեցի իմ վկայությունը, իմ արշակ եղբոր վկայությունը, իմ հովիվի, որի միջոցով Աստված ինձ ապաշխարության կանչեց եւ որի քարոզության միջոցով ես ապաշխարեցի, ես ընդունեցի Հիսուս Քրիստոսին եւ քավություն ստացա մեղքերի։ Փառք Տիրոջը։ Սա Աստծո հրաշագործությունների մասին կարելի է օրերով խոսալ եւ չդադարել, որովհետեւ Աստծո փառքը մի հրաշալի իրողություն է մեր կյանքերում, որ մենք տեսնում ենք ամեն օր։ Ես Արտուշ եղբորը բնականաբար Աստծո խոսքով եւ Աստվածաշունչը կարդում եմ եւ բացատրում եմ, որ ինքը պետք է ապաշխարի եւ Հիսուս Քրիստոսին վկայում եմ, որ մեր մեղքերի համար խաչվեց, որ Արտուշի համար նաեւ խաչվեց, որ Արտուշը ապաշխարի, հասկանա, որ ինքը Հիսուսը իրեն սիրում է եւ կանչում է, որպեսզի Արտուշ եղբորը ընդունի Հիսուս Քրիստոսին, որպեսզի ինքն էլ փրկության ճանապարհի վրա հայտնվի եւ միասին մենք վայելենք Աստծո սերն ու խաղաղությունը։ Ես հասկացա, որ Արտուշ եղբայրը այդպես սերով չէր լսում Աստծո խոսքը, այդպես սերով չէր ընդունում Աստծո խոսքը, ես երկու անգամից հետո ես իմ հովիվ արշակ եղբոր վկայությունն էլ քարոզեցի, պատմեցի արշակ եղբոր վկայությունը մեր Արտուշին, որ Արտուշը ավելի տեսնի Աստծո փառքը ինչքան մեծ է եւ Աստծո առաջ շատ մարդ անգետ անմիտ պետք է գտնվի, որ Աստծո փառքը չտեսնի եւ Աստծո առաջ չխոնարհվի։ Ես սկսեցի, մենք Արտուշին այցելեցինք արդեն իմ հովիվի, իմ արշակ եղբորի հետ միասին, իմ արշակ եղբայրն էլ ուրեմն սկսեց Արտուշ եղբորը Աստծո խոսքը ասել եւ քարոզել։ Մենք տեսանք մի 2-3 այցելությունից հետո մենք տեսանք, որ Արտուշ եղբայրը սերով չընդունեց եւ Աստծո խոսքը չկերավ։ Անմիջապես Տերը ինձ նորից ցույց տվեց իր խորհուրդները եւ հասկացա եւ այդ խորհուրդներով ես բնականաբար պետք է նորից գայի Արտուշ եղբորը տեսնելու։ Ես սպասում էի, երբ ինքը պետք է Մոսկվայից գար եւ լսեցի, որ Մոսկվայից արդեն եկել եմ, անմիջապես ես ժամանակ չկորցրեցի, եկա Արտուշ եղբորը տեսնելու եւ ասացի, որ Տերը տեսնում ես քեզ ինչքան է շատ սիրում, որովհետեւ տես նորից Տերը քեզի վերջի շանս է տալիս, որպեսզի դու իրեն հնազանդվես եւ ապաշխարես։ Եվ Արտուշ եղբայրը ես տեսա, որ իր գույնը շատ վատն էր, ինքը ոնց որ մահացած մարդու գույնով էր, շատ վհատված, շատ ընկճված։ Եվ Արտուշ եղբայրը կոտրված սրտով ասեց, ինչ պետք է անեմ, ասի, արի գնում ենք այնտեղ, ուր որ ես եմ գնում, ասեց ուր, գնում ենք ասի եկեղեցի, որտեղ որ մենք հավաքվում ենք, մենք Հիսուս Քրիստոս ենք պաշտպանում եւ փառաբանում ենք մեր Տիրոջը։ Որովհետեւ Հիսուսի վերքերով է, որ մենք բուժում ենք եւ բժշկվում ենք եւ կտեսնես Աստծուն, կտեսնես, եթե կհավատաս Աստծո փառքը կտեսնես եւ կտեսնես նաեւ այն փառքը, որը քո հետ կկատարվի եւ ես հաստատ վստահ եմ եւ հաստատ համոզված եմ, որ եթե դու սրտանց ընդունես Հիսուս Քրիստոսին
ամեն բան կկարգավորի քո կյանքում։ Փառք Տիրոջ այդպես էլ եղավ, ինքը եկավ, ապաշխարեց եւ Աստված իր փառքը ցույց տվեց մեր Արտուշ եղբորը եւ Արտուշ եղբոր միջոցով նաեւ, որպեսզի մարդիկ տեսնեն մեր Արտուշ եղբորը եւ հավատան, որ Հիսուս Քրիստոսը իշխան մեծ փառավոր Աստված է, մեզ իշխան սիրող Աստված է եւ մեր եղբայրը ուրեմն հիվանդանոցում իր ուրեմն հիվանդության բնութագիրը որ տվել էին, շատ վատ բնութագիր էին տվել, որ ինքը պետք է անպայման վիրահատվի, որ կենդանի մնա, մի խոսքով Հիսուս Քրիստոսի միջոցով այլևս այդ վիրահատությունը պետք չեղավ, որովհետև մեր աչքի առջև Հիսուսը իր փառքը ցույց տվեց, իր հրաշագործությունը կատարեց մեր Արտուշ եղբոր վրա, եւ Արտուշ եղբայրը օրեցօր մեր աչքին փոխվում էր եւ լավանում էր եւ ուրեմն ամբողջովին ինքը վերականգնվեց իր առողջականը եւ այլևս ինքը չէր հիշում իր սրտի հետ կապված այդ խնդիրները։ Այսքանն էր, որ ես կուզենայի Արտուշ եղբորը մեր Տիրոջ փառքը պատմեի մեր ժողովրդին, մեր քույր եղբայրներին, հավատանք մեր Տիրոջը եւ բոլորս հավատացնում ձեզ, որ հավատքի միջոցով մենք Աստծո փառքը կտեսնենք եւ դա կվայելենք։ Ամեն։